Հունվարի 27-ին Մայրաթորի տեղեկատվական բաժինը հայտարարություն տարածեց, որով հայտնի դարձավ, որ կարգալույծ է հռչակվել Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Կարգալույծության համար իմասնավորի հիմք է ծառայել, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու եւ մայրավանք վերադառնալու վերաբերյալ հայրապետական տնօրինությունը, խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությունը եւ դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կանոնական շեղումներով եւ կարգազանց գործողություններով դրժել է հնազանդության ուխտը։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին Արման Սարոյան Ավազանի անունով, նշված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ հունվարի 10-ին հայրապետական տնօրինությամբ նախկին սրբազանը ազատվել էր թեմի առաջնորդի իր պաշտոնից։ Նույն օրը երեկոյան հայտնի դարձավ, որ Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Թադեոս եկեղեցու մոտ ոստիկանական ուժեր են խմբվել։ Նախկին առաջնորդը հատուկ պաշտպանության տակ էր առնվել ոստիկանական գվարդիայի կողմից։ Օրեր անց հունվարի 15-ին կարգալույծ Արման Սարոյանը հայցով դիմել էր դատարան Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնում վերականգնվելու ակնկալիքով։ Տվյալ հայցն իրավական տրամաբանությունից դուրս է որակում իրավաբան Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։ Դարերով վեհափառին վերապահված որոշումները իրավական քննության թեմա չեն կարող դառնալ։ Դրանք հակասահմանադրական են եւ դուրս իրավական ողջախոհությունից, ասում է իրավաբանը։ Ըստ կարգալույծ հոգևորականի հայցադիմումի Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն արգելել էր Հայ առաքելական եկեղեցուն եւ այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է խոչընդոտել նախկին եպիսկոպոսին իրականացնելու թեմի առաջնորդի համար սահմանված իրավասությունները, տնօրինելու թեմի ֆինանսական միջոցները։ Հիշեցնենք, որ Գևորգ Սրբազանը կարգալույծ հռչակվեց հունվարի 27-ին, իսկ հունվարի 29-ին հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել եկեղեցու դեմ դատական ակտը չկատարելու համար։ Ասել անհիմն է նշանակում է ոչինչ չասել։ Գիտեք, շատ ավելի ակնկալելի կլիներ, եթե ընդամենը օրեր առաջ հունվարի 26-ին ԵԽԽՎ վեաժողովի կողմից ընդունված բանաձևը ստապեցներ եւ ոչ թե նախապատվությունը տրվեր ուժային հնարքներին, ճնշումներին, այլ պարզապես վերջ տրվեր այս ամենին, բայց ինչպես պարզվում է, փորձեր են արվելու, այդ թվում նաև բնականաբար եվրոպական կառույցներում, միջազգային հարթակներում ներկայացնելու այս ամենը իբրև թե ներեկեղեցական խնդիր, ինչը իսկապես գոյություն չունի։ Որևէ մեկը համոզված եմ, ելի եմ ասում, փակագծերը չբացելով հանդերձ, չի կարող բերել որևէ քիչ թե շատ փաստարկ, հիմնավոր փաստարկ, առայն որ իբրև թե այս մարմինները, թե Գերագույն հոգևոր խորհուրդը, թե Ամենայն Հայոց կաթողիկոսը ընդունել է տնօրինություն հատուկ իբրև թե դատական ակտը խոչընդոտելու նպատակով։ Ուղղակի հասկանալի է, որ մեղմ ասած անհիմն է։ Մենք ներկայացված ենք արհեստական օրակարգերի մեջ։ Անկեղծ ասեմ, մտահոգված չեմ։ Բնականաբար մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, գիտենք, որ եթե դուք պաշտպանում եք եկեղեցուն, սատարում եք եկեղեցուն, բնականաբար կլինեն հարվածներ։ Ցավոք, այս մթնոլորտում այդպես է։ Հետևաբար այնքան կարճատես չենք, որ մտածենք, դե եթե պաշտպանում ենք, պետք է որ ավելի բարվոք իրավիճակում հայտնվենք։ Ոչ, բայց եւ գտնում եմ, որ դա մեզ վրա, մեր տրամադրությունների վրա, գործելակերպի վրա բացարձակապես չի ազդելու։ Մեր խնդիրն է միանշանակ սահմանադրի իրավական ճանապարհով, օրինական ճանապարհով սատար կանգնել եկեղեցուն եւ փնտրել ինչ որ, չգիտեմ, մեր արարքում իբրև թե իրենք էլ շատ լավ հասկանում են, որ չկա որևէ քրե իրավական արարք, բայց երևի թե ավելի շատ քաղաքական նկատառումներով հնարքներ, որ իբրև թե զարգացումները տանեն այլ ուղղությամբ։ Ներեկեղեցական, առավել ևս ինքնավարությանն անմիջականորեն առնչվող հարաբերությունները կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով, ասում է իրավաբանը։ Դրանք սկզբունքորեն չեն կարող օրենսդրության կարգավորման առարկա լինել, ուստի ցանկացած դատական միջամտություն սահմանադրության ակներև խախտում է։ Որևէ մեկին համոզել, որ մենք հատուկ, չգիտեմ, նպատակ ենք ունեցել կայացնելու որոշում, որպեսի խոչընդոտենք դատական ակտին, դա որևէ գնահատականի չի դիմանում, բացարձակապես քննադատության չի դիմանում։ Եկեղեցին իրավասու է կայացնելու որոշումներ եւ եթե դրա համար կան բավարար հիմքեր,
Ընդհակառակը չկայացնելը կարող է խնդրահարույց լինել։ Ըստ իրավաբանի, քրեական այս վարույթի հետևանքով կարող է հարվածի տակ դրվել Փետրվարին գումարվելիք եպիսկոպոսատ ժողովը։ Շարունակաբար տեղի են ունենում լրջագույն իրավախախտումներ, լրջագույն հանցագործություններ, ինչ որ կարելի ասել առերևույթ, ասենք այսպես, հանցագործություններ եկեղեցու նկատմամբ, եկեղեցականների նկատմամբ, բայց որևէ արձագանք դրան չի լինում։ Անարգել շարունակում են այդ մարդիկ եւ հրապարակային, ասենք, հարթակներում, այդ թվում նաեւ պաշտոնատար անձիկ, ինչը խիստ տարակուսելի է զարմանալի եւ բնականաբար նաեւ կոնկրետ եկեղեցիներում իրականացնելու արարքներ, որոնք շատ པարզ ձևակերպված են քրեական օրենսգրքում։ Մենք ակնկալում ենք, որ արձագանք կլինի, ցավոք արդեն ոչ, հասկանալի է, որ չի լինի։ Քրեական գործը առաջինը չի եւ համոզված եմ, որ վերջինն էլ չի լինի, չթեպետ եթե մի փոքր հեռատես լինենք, ապա պետք է հասկանանք, որ պետք է վերջ տրվես ամեն ինչին, բայց քրեական գործեր միջև հիմա են հարուցվել եւ դրանք ցավոք վեհաժողովում մեր պաշտոնյաները ներկայացնում են իբրև թե կատարված փաստեր, դա խայտարակություն է ուղղակի մեղմ ասած, որովհետեւ եթե դուք չունեք որևէ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, կարող եք մի փոքր ավելի շրջայաց լինել եւ ասել, որ կան քրեական գործեր, որոնք հարուցվել են, քննվում են այս կամ այն առիթով, բայց գոլեգաներին, ձեր գործընկերներին հավաստիացնել, որ կան փաստեր, այնել այնպեսի փաստեր, որոնք կան քրեական գործով այս բան չեն հիմնավորվում, ես կարծում եմ, որ դա ուղղակի լավ ճանապարհ չէ։ Ինչ վերաբերում է քրեական գործին, միգուցե զուտ տեխնիկական առաջինը երևի հետապնդում եմ նաև կլինի, որ բացառվի, հա, իբրև թե մեր արտագնանիստը, մեծ խնդիր չի, արտագնանիստ չի լինի, մենք կազմակերպենք մեկ այլ նիստ։ Հիմա էլի փակագծերը չբացեն, որ դա էլ դառնա թիրախավորվի, բայց արտագնանիստը չափազանց կարևոր էր, անհրաժեշտ էր եւ առաջինը չէր։ Սա է պատճառը նաեւ այս իրազեկվածության ցածր աստիճանը, որ մարդկանց թվում է, թե մենք առաջին անգամ կազմակերպում ենք միայն վերջին 10 տարիների ընթացքում 7 անգամ այդպիսի արտագնանիստ է կազմակերպել։ Այսինքն դա եղել է նաեւ նախկինում, այս իշխանությունից առաջ նաեւ։ Դա համարվել է խրախուսելի, որովհետեւ այո, ժամանակ սա ազգային եկեղեցի է, համազգային ըստ էության նշանակություն ունեցող կրոնական կառույց չի կարող ինքը չիրականացնել, չկազմակերպել նաև արտագնանիստեր։ Ուրիշ այլ լուրջ հետևանք որևէ մեկը չի ակնկալում, կլինեն սահմանափակումներ, մենք դրանք պատրաստ ենք։ Մենք ուղղակի պետք է խնդրեմ իմ բոլոր գործընկերներին մի փոքր ստապվել եւ հասկանալ, որ ամեն մի սանդրական մարմին ունի իր կոչումը, իր առաքելությունը, իր սահմանադրական կարգավիճակը եւ հարմարվողականությունը լավ տեղ չի հասցնի, պետք է լինել շատ ավելի սկզբունքային, շատ ավելի շրջահայաց։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ իրավիճակից ելնելով երբեմն մարդիկ գնում են ինչ-ինչ շեղումների, զիջումների, բայց հետևանքները պետք է պատկերացնենք։ Դա տվյալ կարող է պահին թվում է շատ գրավիչ, գայթակղիչ, բայց հետո չէ որ մենք իրենց նկատի չունենք։ Ես բոլորին նախապես իմ հոգու խորքում ներել եմ եւ ներելու եմ, ինչ էլ որ իրենք անեն։ Բայց պետք է հասկանալ, որ այստեղ դժողը մեր համազգային շահերն են, մեր երկիրն է, մեր ժողովուրդն է, մեր սահմանադրությունն է, մեր եկեղեցին է։ Սրա մասին պետք է իսկապես մտածել։ Այսօր հունվարի 30-ին հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով փետրվարի 1-ից դադարեցվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր ծառայության առաջնորդի եւ հայաստանյա Ծառաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գնդերեցների գործունեությունը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության համակարգում։ Անուշ Առաքելյան, Արթուր Մանուչարյան, Եկեղեցական կյանք։